Ախթալայի վանք։ Հիմա մենք գտնվում ենք Դիլիջանում։ Կհանդիպենք մյուս կանգառում։ Matador, tuim, matador, matador, tuim, matador. Գտնվում ենք Ախթալայի վանքում եւ հիմա եկեք մեր հետևից։ Դարի երկրորդ կեսից, երբ որ թուրքերը առաջի անգամ թուրքական ցեղերը մտել են Ախթալա, պղնձի թափոնները տեսնելով, ասել են ահա Աղթալան, որը թարգմանաբար նշանակում է սպիտակ դաշտ կամ սպիտակ բացատ, իսկ բնակավայրի պատմական անունը կոչվել է Պղնձահանք։ Հայ մատենագրության մեջ այս վանքը նաև կոչվել է Պղնձավանք, Պղնձավանքի սուրբ Աստվածածին։ 1903-ից 1917 թվականներին վանքը անցել է ռուսների ձեռքը, շատ կարճ է տևել։ 17 թվականի բոլշևիկյան հեղափոխությունից հետո վանքը աստիճանաբար սկսել է չգործել։ Բոլոր հոգևորականները սպանվել են կամ ամսորվել են։ Խորհրդային տարիներին, երբ որ շատ եկեղեցիներ վանքեր փակվել են, պահեստի կամ գոմի են վերածվել կամ ոչնչացվել են, այս եկեղեցին երբեք իր դռները չի փակել։ 1915 թվականի ցեղասպանությունից հետո հայերը եւ հույները երկրորդ գաղթն են ունենում Ախթալա։ Էրզրումից փախչում են դեպի Գյումրի, Գյումրիից գալիս են Շնող գյուղ, Շնողից բարձրանում են Ախթալա եւ վանքի բակում սկսում են իրենց երկրորդ կյանքը գտնել։ Հույները ամեն կերպ այս վանքը պահել են, գաղտնի մկրտություններ են արել, քրիստոնեական բոլոր ավանդույթները պահել են։ 14-րդ դարում այստեղ է եկել Լենգ Թեմուրը, երբ որ Լենգ Թեմուրը Թիֆլիս է արշավելու սեղել, մտել է վան, տեսել է, որ վանքը դատարկ է, մարդ չկա եւ քայլել է վանքում, երեխայի լացի ձայն է լսել, իրեն թվացել է, որ վանքը լաց է լինում իր մեղքերի պատճառով, բայց չկար այդպիսի բան։ Երկրորդ լացից հասկացել է, որ արևելյան պատերի ներսում մարդիկ են թաքնված։ Վանքը ամբողջությամբ ունի թաքստոցներ։ Ախթալայի սուրբ Աստվածածին վանքը Աստվածամոր անունը կրող ամենամեծ վանքն է Կովկասում։ Եվ մեր ժողովուրդը դարերով տեղացիները հատկապես տարբեր անվանումներ ա տվել։ Մեյրաման, կամակատար, եղձակատար, հաճկատար, հաճոյակատար, բառերը ասոցացվում են Մուրազի հետ։ Ինչու՞։ Որովհետև այս եկեղեցին դարերով մինչև այսօր ուխտ են գալիս բոլոր այն զույգեր, ովքեր երեխաներ չեն կարող ունենալ։
Մենք հիմա գտնվում ենք Արամյանցի դղյակի մոտ։ Այս կառույցը շվեյցարական ոճով կառուցված կառույց է։ Կառուցվել է հայտնի բարերար, նախարարությունաբերով, կրթության գիտության մշակույթի հովանավոր Միքայել Արամյանցի կողմից, որը Արցախի Քյաթու գյուղի ծնունդ է։ Հետո տեղափոխվում է Բաքվի եւ սկսում է նավթի արդյունահանմամբ զբաղվել։ Հետագայում հրավիրում է ընկերոջ Ալեքսանդր Մաթաշյանին եւ եւս ներգրավում է նավթի բիզնեսի մեջ։ Եվ երկու ընկերները միասին կառուցում են 19-րդ դարավերջում աշխարհում ամենաերկար նավթամոլը, որը կոչվում է Բաքու Բաք։ Շվեյցարական միջանապարհորդության ժամանակ Արամյանցը կանգ է առնում շվեյցարական առողջարաններից մեկում, որտեղ էլ մի գերմանուհու հետ է ծանոթ։ Սիրահար, հյուրընկալվում է այդ կնոջ։ Այդ կնոջ տունը այնքան տպավորիչ է նրա համար, որոշում է վերադառնալ եւ նույնիսկ կառուցել այստեղ։ Վերադառնում է ճարտարապետին գործուղում է Շվեյցարիա, որն այդտեղում նախագծում է այս դեպքի նախագիծը եւ արդեն վերադառնալով շինարարություն։ Այստեղ Արամյանցը հիմնում է Հայաստանում առաջին մեծ թենիսի կորտը, չի պահպանվել։ 1921 թվականին Հովհաննես Թումանյանը դիմում է Ալեքսանդր Միասնիկյանին եւ այս տարածքը տրամադրվում է հայ գրողներին, ու մինչև 1941-ը ծառայում է նրանց։ 41-ից 46-ը զինվորական հոսպիտալ է ծառայում։ 46-ից հետո շնորհիվ այս տարածքում նոջիների մեծ քանակությանը ծառայում է որպես հակատուբերկուլոզային առողջարան, հանգստյան տուն, գավառ։ Ըստ որի Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակագիրը գրվել է այս դեպքում։ Բուն հռչակման process-ն արդեն փաստել տեղի է ունենում Արամյանցների Թիֆլիսյան, ներկայիս Մաչոբելի 6 հատտեմ գտնվող տանը, որտեղ էլ հայազգային խորհուրդը երբեմն իր ժողովներ ներկայացնում։ Եվ ինչ է տեղի ունենում։ Միքայել Արամյանցը կուլակարհապետության դառնալի process-ներին է բախվում։ Ամբողջ գույքը ազգայնացվում է։ Ամենը վերցնում են, իրեն էլ նետում են սեփական տան նպովային քարտը, որտեղ էլ վիրավորանքից հիվանդանում է եւ սոված վիճակում մահանում։ Հիմա մենք գտնվում ենք Արամյանցի դղյակում եւ այստեղ լողավազանն է։ Կարամ երաջին կպնեմ։ Այստեղ մի խորհրդավոր տեղ կա, որ ձայնը արձագանքում է, եկեք իմ հետևից։ Պանուն ինչ է։ Արիան։ Վաու, իրակցան։ Քանի տարեկան ես Արիանա։ 9։ Որտեղից ես եկել։ Անունդ ինչ է։ Նարե։ Քանի տարեկան ես։ Չէ, յա։ Լավ ես սովորում դպրոցում։ Հիմա ինչ ես զգում այդտեղ։ Իբա երկի շուտ պահպանում։ Իմ երկրում հոսով լսում է հայերեն, արևի երկնքում լողում հայերեն, եկետներից այն երկն։ Ճարտարապետությունը ավարտեցինք։ Կհանդիպենք մյուս անգամ։
Ja.